Տասնահեղ կարավին կելի գյուզամցի համզեն երկու լաշնիրը կրսկին գենքյոլին է քյոմակ դուք մեզի ապա հեմ փրկեգը թուրքիվ դավեն Հայորդիգը սասնատան մենք ձեզի հուրը բա Ալգապով երիքենց միս մերդերնով մեր խորոդիկ հասնակով Ամես հեքոչերով գինքի խանչալ խորով Էժնիկո գարվիրարուն խորամեջ կոսոլերուն Հայներն այնայն հայներն այնայն հայներն այնայն հայներն այնայն Միխանայիք թուրքին Գևի պրենցեք Թուրքմետ բեբերի Հնդած մոսինը Եվոր ծավոշին Որդրավ ուսեր Sireni çemgernatargi yarelo yarelo yarem gora Սպանող ու ավերող պատերազմին միթե երկու երաժշտություն է պետք։ Ոմանք կարծում են, թե զինվորին կռվի դաշտում հացից ու փամփուշտից բացի ոչինչ հարկավոր չէ։ Մինչդեռ պատմությունն ու իրականությունը հավաստում են, որ մի ուրիշ հոգևոր հաց ու զենք է պետք ունենա կռվող զինվորը, առանց որոնց նա չի փրկվի շուրջ ու ներսը մոլեգնող մղձավանջերից։ Գուցե երկու պարը ունեն զինվորին տալու բան պատերազմի խլած տարածի տեղ, իսկ գուցե ուժ է տալիս կռվելու, հաղթելու ոչ ոք չի ուզում մեռնել, առավել ևս մարտնչող զինվոր։ Երգը հոգեվիճակների բարձրագույն թարգմանն է, ամենամռայլ երգը ապրելու համար։ Կաներ, ես ուզում եմ մի բան ասեմ, իմ ապրած տարիների ամենաերջանիկորն այսօր էր։ Եվ մենք սասունցիներից և հայ ժողովուրդը մի ձգտել ենք վրիժառության, և ահա եկել է պահը, և ուզ մենք շատ չեք քանակով, բայց այսքան հայ երիտասարդ ես ծզը մերնեմ, ով զրգված տավաճանը, և վերջին անգամ սասունցիները որպես կանոն, երբ որ մարտի է գերտան, իրաց քոչարին պետք է պարեն, խնդրում եմ Trek it. No, Nina.
Ճանաչմանը շատ է հայոց ազգի համար Խառնակորեց քեզ մոտ բանդեց քեզ բաժանեց մեզանից Խառնակորեց քեզ մոտ բանդեց քեզ բաժանեց մեզանից Բարով եկար սիրով եկար ույսու հավատ վերիզում ես Բարով եկար սիրով եկար ույսու հավատ վերի նշտեր Հուրա, հուրա, հուրա Աղդաշտերի սուրը շոքտողա Հուրա, 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 հուրա Աղդաշտերի սուրը շոքտողա Արցախյան կռվի թեժորերին կենաց ու մահվան ահեղ ներկայացման մեջ դժժացող գնդակների նվագակցությամբ հնչում էր մեր երկրի, մեր պապերի երգը։ Շիկացած հողի վրա իջնում էր հաղթած հայ զինվորի ոտքը, ամբարված ցնծությունը սրտերից հորթում էր երգի ու բարի տեսքով։ Ռազմական երգ, ռազմական պար։ Սրանք սնունդ են առել հեռու հեռավոր ժամանակներից, որովհետև մշտապես կարիք է եղել բարձր պահել ժողովրդի ու զորքի ոգին։ Պարն ու երգը զինվորի հոգու կարճ ճանապարհի ողջ պատմությունն է, նրա ապրածն ու չապրածը։ Անորեն թուրքն է տիրել մայրողին, ինձ սրդով պիտի մտնենք անկողին, մամ ջան չտխրես, շատ չմտածես, կռիվ են գնում ախպերս ու ես, Մամ ջան չտխրես, շատ չմտածես, կռիվ են գնում ախպերս ու